ունենք A, B, C, D, E հնգանկյուն, որի վերաբերյալ ունենք հետևյալ տեղեկությունները։ AC և CE անկյունագծերը իրար են հավասար, AD և BE անկյունագծերը իրար են հավասար, և BC ու CD կողմերը իրար են հավասար, այդ ամենը գծագրի վրա նշել ենք, պետք է ապացուցենք, որ նաև իրար հավասար կլինեն AB և DE կողմերը։ Նախ հասկանանք, որ եթե դրանք հավասար են, ապա ունենանք, որ ABC և EDC եռանկյունները իրար հավասար են 3 կողմերով, երրորդ հայտանիշով, այսինքն ըստ էության մենք պետք է այս եռանկյունների հավասարությունը ապացուցենք, դրա համար երկու կողմը ունենք, պետք է ստանանք այս անկյունների հավասարությունը, ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ լուծվելու է, մենք պետք է ստանանք, որ անկյուն BC-ն հավասար է անկյուն ECD-ին, այդտեղից կստացվի, որ այս եռանկյուններն են հավասար և համապատասխանաբար B-ն ու ED-ն իրար հավասար կլինեն։ Բայց լավ, ինչպես դա ստանալ, հա։ Իրականում շատ տեղեկություն ունենք, կարող ենք մի մասը տեղեկության գոնե գրել, օրինակ տեսնենք, որ AC-ի եռանկյունը հավասարացրուն է, ուրեմն այս անկյունները իրար հավասար կլինեն։ Գուցե այդտեղից այս անկյունները կարող ենք ստանալ։ Իրականում հնարավոր է, որ ստացվի նման մի արդյունք, բայց փոխարենը եկեք փորձենք այլ ուղղությամբ գնալ։ Նկատենք, որ ունենք հավասար եռանկյուններ։ Դրանց մի փոքր դժվար է նկատելը, բայց եկեք փորձենք դա ստանալ։ Ուրեմն գիտենք, որ BC կողմը հավասար է, եկեք կանաչով գրեմ, CD կողմին։ Հետո գիտենք, որ CE-ն հավասար է CA-ին։ Դա էլ գրենք։ CE-ն հավասար է CA-ին։ Չասավ։ Եվ նաև գիտենք, որ AD-ն, որը միացնում է ու ամբողջացնում այս եռանկյունը հավասար է BE-ին։ Արդյունքում ստացվեցին հավասար եռանկյուններ, չէ՞։ Ու հավասար եռանկյունները ունեն նաև հավասար անկյուններ։ Այսինքն ահա այս անկյունը 1 և 3 կողմերով կազմված, եկեք ցույց տանք 1 և 3 կողմերը, սա 3 գիծ կողմներ, սա 1 գծով կողմներ։ Այստեղ սա 1 գծովներ, սա 3 գծով, ահա։ Այս երկու անկյունը իրար հավասար կլինեն, ահա։ Եվ եթե հավասար լինեն իրար, ապա հավասար կլինեն նաև այս անկյունները, որովհետև ըստ էության դրանք BCD մեծ անկյունից հավասար անկյուններ անելու ստացվող արդյունքն են, հա։ Ուրեմն կստանանք այս եռանկյունների հավասարությունը, որը եւ պլանավորել ենք ստանալ, կներեք, այսպես անենք։ Դե ու սկսենք գրելը, հա, ամեն ինչ։ Գրենք, ընթացքում հասկանալի կլինի։ Նախ հավասարությունից սկսենք եռանկյունների։ BC-ն հավասար է CD-ին։ Այնուհետև գիտենք, որ AC-ն հավասար է CE-ին, բայց եկեք CE-ն գրենք հավասար է AC-ին, որ նարնջագույն եռանկյան կողմերը մի կողմում լինեն, հա, CE-ն հավասար է AC-ին եւ BE-ն հավասար է AD-ին։ Այս երեք հավասարություններից հետևում է ըստ երրորդ հայտանիշի, որ եռանկյուն CBE-ն հավասար է եռանկյուն DCA-ին։ Ահա։ Շատ լավ։ Ուրեմն կարող ենք գրել, որ իրար են հավասար անկյուն BC-ն եւ անկյուն ACD-ն, որոնք կարմիրով մեծ նշված անկյուններն են, ահա սրանք։ Շատ լավ։ Այսքանը նշվեց, որ BC-ն հավասար է ACD-ին։ Այժմ եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես ենք ստանում BCA եւ ECD անկյունների հավասարությունը։ Անկյուն BCA-ն եկեք սրանք նշանակենք ալֆա։ Մեծ անկյուն BCD-ից հանում ենք ACD-ն, հա։ Մեծ անկյուն BCD-ից հանում ենք ACD-ն ու ստացվում է BCA անկյունը։ Այսինքն հավասար է մեծ անկյուն BCD-ից հանած ալֆա։ Նույնը կարելի ասել նաև ECD անկյան մասին։ ECD անկյունն էլ ստացվում է, երբ մեծ BCD անկյունից մեծից հանում ենք BCE-ն, տակ կմնա ECD-ն։
BCD-ից հանեցինք BC-ն, իսկ BC-ն ալֆա էր։ Ուրեմն ստացանք, որ այս երկու անկյունները իրար հավասար են ու մնում է գրել կողմերի հավասարությունը, հա։ BC-ն հավասար էր CD-ին, CA-ն հավասար է CE-ին։ Ուրեմն այս երկու եռանկյունները հավասար են։ Ուրեմն կարող ենք ասել, որ AB եւ ED կողմերը նույնպես իրար հավասար են։ Ահա։ Այլ տարբերակներով եւս կարելի է լուծել այս խնդիրը, հա։ Կարելի է գտնել այս անկյունների հավասարությունը, այդպիսի բան է ստացվում։ Դեպքան որ եռանկյունները հավասար են, ունենք BEC եւ CAD անկյունների հավասարությունը հավասարացնելուց էլ եթե անենք, այս անկյունների հավասարությունը կունենանք ու կարող ենք ADE եւ ABE եռանկյունների հավասարությունը ապացուցել, բայց դա փորձ եք անել ինքնուրույն եւ նույնիսկ այսքան ստանալուց հետո կարելի է նաեւ այլ հավասարություններ եւս փորձել ստանալ, չնայած այլ հավասարություններ չկան, բայց անկյունների հավասարություն կարելի է ստանալ, հա, նոր ու փաստորեն բավական համաչափ հանգանկյուններ, հա, C կետից եթե ուղղահայաց ստանենք, ձախ ու աջ կողմերը լրիվ նույնն են ու այդ ամեն ինչը ստացվում է ապացուցել օգտվելով ահա այսպիսի հավասարացնող եռանկյունների հատկություններից եւ հավասար եռանկյունների հատկություններից։